Երևանը Բաքվին հայտնել է, որ Թրիփով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին, տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Mən düşünürəm ki, Ermənistan tərəfi Հնարավոր է Հայաստանը ստանձնելով Թրիփի մասով պարտավորությունները նաև հաշվի առել երկաթուղու մասը։ Ջեյհուն Բայրամովը նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց ըստ նրա հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը։ Ըստ այդմ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ։ məlum olan faktları qeyd edə bilər. Հետևաբար հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա։ Ermənistan tərəfinin mövqeyini Բայրամովի այս հայտարարությունից ընդամենը 5 օր առաջ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման բաց հատվածում առանց հստակությունների հայտարարել էր, թե Թրամփի ուղու նախագծում բազմաթիվ նյուանսներ կան, որոնք առնչվում են հայ-ռուսական հարաբերություններին։ Сейчас у нас идет еще и очень конструктивно двусторонние. Մենք նաև ներկայումս շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ Թրիփ երկաթուղու իրականացման եւ կառուցման վերաբերյալ, եւ դրանք իսկապես ներկայացնում են նշանակալի եւ իմաստալից փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Եվ այստեղ կան բազմաթիվ նրբերանգներ Ռուսաստանի Դաշնության հետ մեր երկկողմ հարաբերություններին առնչվող, եւ այսօր կարծում եմ շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը։ Очень хороший повод все эти вопросы обсудить. Ռուսաստանի նախագահն իր հերթին ասել էր, թե հայկական կողմի բարձրացրած հարցերի շուրջ համատեղ կաշխատեն։ Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան պնդել էր, թե առանց Մոսկվայի մասնակցության գործընկերները չեն կարող գործարկել Թրամփի ուղին, քանի որ Հայաստանում գործող երկաթուղին ռուսական ընկերությունն է կառավարում։ Վաշինգտոն սամիտində həmçinin Azərbaycan Respublikasının əsas hissəsi ilə Մոտ 3 ժամ տևած ասուլիսում Բայրամովն անդրադարձել է նաև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին, պնդելով ստորագրման նախապայմանը փոխել Հայաստանի սահմանադրությունը, որում չնայած հակառակի մասին Երևանի պարբերական հավաստիացումներին Բաքուն տարածքային պահանջ է տեսնում։ Ermənistan konstitusiyasında Azərbaycana qarşı hələ də mövcud olan ərazi iddialarının aradan qaldırılması Ադրբեջանի գլխավոր դիվանագետը այս մի պայմանին այսօր ավելացրել է եւս մեկը՝ Թրիփ նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։ Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու շինարարությունը գործնականում կմեկնարկի 2026-ի երկրորդ կեսին։ Ըստ Ադրբեջանի նախագահի, իրենց տարածքում շինաշխատանքները կավարտվեն գարնանը։ Բայրամովի ասուլիսի գերակշիռ մասն ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին էր։ Արտգործնախարարը բարի դրսևորում է համարել Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծվող բեռների համար տարանցման արգելքի վերացումը։ Անդրադարձել նաև ադրբեջանական բենզինի վաճառքին, հավելելով, թե այլ ոլորտներում առևտուր եւս հնարավոր է։ Ընդ որում Բայրամովի պնդմամբ Բաքուն Թբիլիսիի հետ կարողացել է լուծել տարանցման բարձր սակագնի խնդիրը։ Ölkəmizdən Ermənistana yük tranziti ilə bağlı mövcud olan məhdudiyətlər Հայաստանի ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում եւ բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը։ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր է։ Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում։ Վրաստանի ղեկավարությունն անհապաղ միջամտեց եւ խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են։ Կարծում եմ այս հարցը լուծվել է եւ այդ ուղին կրկին կօգտագործվի։ Թբիլիսին ադրբեջանական բենզինի տարանցման համար առաջին անգամ գումար չէր գանձել հայկական կողմից։ Առայժմ հայտնի չէ, թե որքան կկազմի գինը, եթե հայկական ընկերությունները դարձյալ բենզին ներմուծեն Ադրբեջանից։ Մյուս հարցը, որին անդրադարձել է Բայրամովը, հայ-ադրբեջանական սահմանազատումն է, որի գործնական աշխատանքները կանգ են առել անցած տարի Տավուշի հատվածում մոտ 12 կիլոմետր սահմանազատելուց հետո։ Բայրամովը վստահեցրել է, թե գործընթացը շարունակվում է։ Dövlət sərhədinin delimitasiyası üzrə Dövlət Komissiyasının Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներն ինտենսիվ աշխատում են։ Սահմանազատման գործընթացը չնայած քաղաքական է, ներառում է բազմաթիվ տեխնիկական մանրամասներ։ Համաձայնություններ են ձեռք բերվել ընդհանուր մոտեցման վերաբերյալ։ Գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ։ Ադրբեջանական Գաբալայում սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հաջորդն անցկացնել Հայաստանում։ Ջեյհուն Բայրամովը նաև չի բացառել իր այցը Հայաստան, ինչպես նշել է, եթե դա է պահանջում Ադրբեջանի ազգային շահը, բայց երբ եւ ինչ միջոցառման շրջանակում չի հստակեցրել։ Նա միաժամանակ ըստ էության բացառել է, որ Իլհամ Ալիևը մասնակցի Երևանում այս գարնանը անցկացվելիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։